Ողջույն բարեկամներ, կրկին ամենօրվա ամենօրյա ռեժիմով մենք իրար հետ ենք և կփորձենք միասին ամփոփել օրվա նորությունները։ Մինչև 26 թվական մենք ամեն օր ինչ-որ ստրեսային նորություն անպայման ունենալու ենք։ Հարցը նույնիսկ չի, որ մենք ուզում ենք այդ ստրեսային նորությունները, հարցը անում է, որ ժամանակը խտանում է, կարճանում է և կիսատ թողած գործեր կան, որոնք ձգտում է Փաշինյան Նիկոլը վերջացնի, իրականացնի վերջնականապես Հայաստանի հանձնման գործընթացը։ Եվ այսպես, ինչ է հիմա ուզում։ Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի սահմանադրությանը, ապա այդ դեպքում ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ և կհամոզի Հայաստանի ժողովրդին, որ դա պետք է երկարատև խաղաղության համար։ Վարչապետն իհարկե հղում անելով փորձագետներին քիչ հավանական համարեց, թե դատարանը խաղաղության պայմանագրի տեքստը հակասահմանադրական կճանաչի, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ եզրակացությունից հետո, բայց ինչպես Փաշինյանն ընդգծեց, դատարանը դատարան է։ Եվ եթե սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ այդ խաղաղության գործընթացը և խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն և Մի խոսքով, սա այն եզակի հնարավորությունն է, որ ինքը չի ուզում բաց թողի ադրբեջանցիների, թուրքերի համար։ Ինչ է նշանակում կազմակերպեմ սահմանադրական փոփոխություններ, եթե դատարանը չհամաձայնվի։ Իսկ ինչ է ասելու Փաշինյան Նիկոլի դատարանը։ Պետք է ասի չէ։ Ես չեմ կարծում, որ Փաշինյան Նիկոլի սահմանադրական դատարանը ինչ որ մի հարց, որը Փաշինյան Նիկոլը բերի մեջտեղ, ինքն ասի ոչ։ Ես դա ուղղակի չեմ հավատում։ Եթե նայում ենք ովքեր են դեռ նստած եւ ընդհանրապես ինչ է կատարվում Հայաստանի իրավական եւ օրենսդրական համակարգերում, կարելի է վստահ ասել, որ Փաշինյան Նիկոլի ցանկացած թուղթ, որ բերվում է այնտեղ, պետք է ասի այդ դատարանը այո, սա լրիվ համապատասխանում է Հայաստանի սահմանադրությանը, բայց Ալիևը գոհ չի մնալու։ Որովհետեւ Ալիևին այդ փաստաթուղթը պետք չի։ Ալիևին փոփոխված սահմանադրությունն է պետք։ Փոփոխված սահմանադրություն, որտեղ ոչ մի հղում չկա Հայաստանի առաջին հանրապետությանը եւ ընդհանրապես անկախության հռչակագրին։ Ալիևին փոփոխված սահմանադրությունն է պետք։ Իսկ ինչ վերաբերվում է, որ Փաշինյան Նիկոլը նախաձեռնի սահմանադրական փոփոխություններ, բա մենք էլ իսկ քանի տարի դրան ենք սպասում։ Բա ինչու ես ոտքդ կախկցում։ Անցած տարի ուներ գոնե 15% ռեսուրս։ Այսօրվա ես վերջի իմ հարցումներն եմ հանել, հա, չալարեցի, գնացի մի քիչ հետ, ուրեմն 14,000 քվեարկող ու Փաշինյան Նիկոլի ռեյտինգը ոտից գլուխ 8% է։ Անցած տարի ժամանակներում մոտավորապես 15-ից 20% էր։ Անցած տարի եթե նախաձեռնած լիներ, գուցե ինչ-որ մի բան լիներ։ Չնայած ես դան չեմ հավատում, որ լիներ, բայց այս տարի տակը բան չի մնացել։ 8%-ը 14,000-ի մեջ ընդամենը 1200 հոգի է գալիս։ Ես միշտ ասել եմ, որ Facebook-յան տարածքում կա մաքսիմում 1000-ից 1500 հոգի, որոնք տարբեր պատճառներով վճարովի ֆեյքեր են, դրանք կարող են լինել թուրքեր, չէ՞ որ սա YouTube-յան հարթակն է, այստեղ սահմանափակումներ չկան, ով ասես կարող է քվեարկի։ Բայց նույնիսկ այդ ամբողջ ռեսուրսը օգտագործելով Փաշինյան Նիկոլ, դու կարողանում ես 14,000 հոգու մեջ հավաքես ընդամենը 8%։ Նույնիսկ եթե Քոչարյան Ռոբերտն էլ գա քեզ օգնության, մեկ այ 79%-ը քեզ դեմ է։ 79%, որը նշանակում է, որ այն ինչ դու նախաձեռնես, դա կդառնա քո տապանակարը։ Դրա համար եմ ասում, ինչու ես ոտդ կախկցում։ Արագացու նախաձեռնի, մենք էլ իմանանք ինչ ենք անում։ Քանի որ հարցերն շատ են հնչում, թե ինչու ձայն չեք անում, որ արևմտյան Ադրբեջան ծրագրերի մասին է խոսում, հա, Նիկոլ Փաշինյանը որոշել է պատասխանի, որ արևմտյան Ադրբեջան խոսում են, որովհետև
սա Նիկոլ Փաշինյանի բառերն է, որտեղ իրենք չարաշահել են ժամանակին Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Իրենք լավ չեն պահել, այսինքն մենք սխալ ենք պահել, դրա համար էլ իրենք այսօր արևմտյան Ադրբեջան են ուսում։ Եվ ինչ են հասկանում արևմտյան Ադրբեջանի տակ։ Արևմտյան Ադրբեջանի տակ Ալիևը հասկանում է, ու ինքը պարզ դրա մասին խոսում է, որ Հայաստանի տարածքում ավելի շատ ադրբեջանցի է ապրել, ավելի շատ, քան հայ։ Ու ինքը իրավունք ունի եւ պահանջում է Փաշինյան Նիկոլից, որ Փաշինյան Նիկոլը ընդունի այդ փաստը եւ հնարավորություն տա այդ մարդկանց գալ վերաբնակվել իբր իրենց տարածքներում։ Դա մասին պարզ ասում են, խնդրեմ։ Ասում է այն հանգամանքը, որ Փաշինյան Նիկոլի աշխատում է խուսանավի այդ պատասխանից, դա փաստերի խեղաթյուրում է։ Պարզ ասում է, որ առաջ ադրբեջանցիները բացարձակապես մեծամասնություն էին կազմում Հայաստանի տարածքում, որոնք ենթարկվել են էթնիկ զտման Հայաստանի կողմից։ Ուրկայացնում եք, էթնիկ զտումներ իրականացած հանցագործ Ալիևը էթնիկ զտումների մեջ է մեղադրում Հայաստանի եւ Հայաստանի կողմից ձայն չկա եւ մի բան էլ ավել, ասում են մենք ենք մեղավոր, որ այսօր իրանք այդպիսի պահանջներ են ներկայացնում Հայաստանին, մենք ենք իրանց պրովոկացիա արել, մենք ենք իրանց տարածքները գրավել, մի խոսքով մեկ տարի, ես չգիտեմ այդ մեկ տարի ոնց է անցնելու, եւ էլ ինչ էր մենք կտեսնենք այս մեկ տարվա մեջ, բայց պետք է պատրաստ լինենք մենք ամեն ինչի։ Եվ զուգահեռ մտածենք ոնց ապագայում պետք է նման բաներ այլևս չկատարվի Հայաստանում, չկատարվի, որովհետև ցանկացած ընտրություն իրանից հնարավորություն է ներկայացնում։ Ասենք չեղավ Նիկոլ Փաշինյանը, ինչ ենք անելու։ Ում ենք բերելու, որ շարունակի Նիկոլ Փաշինյանի գործը, ճակերտավոր եմ ասում, կամ ինչ իմանանք ով է լինելու, եթե մենք մեր ընտրությունը չենք անելու մեր իրական ստանդարտների վրա։ Եվ էլի սկսի աշխատել այն մեխանիզմը, որ միջև հիմա աշխատել է։ Ընտրել ենք, թողել ենք, ինչ ուզում արել է։ Ընտրել ենք իմանալով հանդերձ, որ սա մեր ուզածը չի։ Սա հիմնականում իր քաղաքական անցյալով ոտից գլուխ պախարակված կերպար է, որովհետև այն ինչ որ ներկայացվելու է մեզ, վստահ եղեք, բոլորը նույն շերտից է լինելու։ Անունը պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյան։ Ես դեռ եմ ասում, մենք ինչ ենք ընտրելու։ Այսա իմ համար շատ կարևոր հարց է։ Այն որ Նիկոլ Փաշինյան չի լինելու, ես վստահ եմ, 8%-անոց երբեք ոչ մի ղեկավար չի կարողացել ղեկավարել։ Բայց դրանից հետո մենք ինչ ենք ստեղծելու, այսա իմ համար ուղղակի հարց է։ Իսկ ինչը առաջարկվում մեզ այսօր, առաջարկվում է բառացի, որ բան արեք։ Մեր ապագան, մեր անվտանգությունը դա Քոչարյանի բերած, առաջարկած, պարտադրած այն բան չէ, կամավոր պարտադիր սկզբունքով դա Ռուսաստանի հետ ինչ-որ միութանական պետություն է։ Ես 3 հարցում էի կազմակերպել այդ առումով, որպեսզի մենք բոլորս հասկանանք, այդ որ մեզ առաջարկում են ռուսական միությունում, Հայաստանում այդ միությանը համակրող կամ այդ երկրին համակրող եւ վստահող քանի տոկոսանոց մենք մասսա ունենք ու շատ կարևոր է դրա մասին օրինակ իմանալ։ Եվ այսպես ես այսպիսի մի հարցում կազմակերպեցի, հիմա մենք ունենք 6000 մասնակից, ես նա թարմացնեմ, տեսնենք ինչ է տալիս 6000 հազվուկի։ Լավ, մի քանի ժամվա մեջ։ Իհարկե 14000 չի, բայց մի քանի ժամվա մեջ 6100 մասնակից պետք է ասեմ, Ժողովուրդ ջան, ոչ մի exit poll Հայաստանում այդ հնարավորությունները չունի, որ նրանք կարողանան 6000 կամ 14000-անոց բան ունեն, մասնակցություն ապահովեն։ Իրանք իհարկե ուրիշ մեխանիզմներ են ընտրում, այնտեղ ավելի մոտ իրականությանը ստանալու համար, բայց որին կարողանում են ապահովել մաքսիմում 1000-2000 հոգի։ Դա իրենք հաշվում են մոտավորապես ավելի մոտ իրականությունը, բայց շեղումները ստե կարող տոկոսներ լինի, 1, 2, 3%, այն էլ հայտնի չի դեպի որ կողմ։ Ամեն դեպքում 6000 մասնակցությունը կամ 14000 մասնակցությունը դա հսկայական թիվ է, որպեսզի մենք հասկանանք իրական պատկերը։
Եթե նույնիսկ շեղում էր կա, դա 1-2%-ի չափով է։ Եվ այսպես այդ Փաշինյան Նիկոլին հակառակ որպես ընտրություն առաջարկվող միութենական պետություն Ռուսաստանի նկատմամբ իրականացած քաղաքականությունը մեր նկատմամբ Ռուսաստանի իրականացած քաղաքականությունը մեր նկատմամբ թշնամական է որակում հարցվածների 73%-ը բարեկամը համարում Ռուսաստանի 13%-ը 14%-ն գտնում է որ նա նեյտրալ է տեսեք բայց թշնամական 73%-ը այսինքն սա այն 73% թշնամականը համարում իսկ այնտեղ նախորդ բանի մեջ հարցման մեջ 79%-ը մեր մոտ նոր բան ասում ոչ Քոչարյան ոչ բան Նիկոլ Փաշինյան սրանք մոտարապես նույն թվերն են 70+, այսինքն 70+ մեր մոտ Հայաստանում ինքը հստակ չի ուզում ոչ ներկա, ոչ նախկին, ոչ այս երասների մեջ, ոչ իմ այսինքն 70% հստակ իր ապագան չի կապում Ռուսաստանի եւ Փաշինյան Նիկոլի հետ այսինքն եթե ավելի համառոտ ձևակերպենք ռուս-թուրքական դաշինքին մերժումը Հայաստանի 70+%-ը Եվ այսպես, այդ դեպքում հարց է ծագում, բայց 70+%-ը ինչ են ուզում իրականում, ոնց են պատկերացնում դաշնակցային հարաբերությունները, ովքեր են այն երկրները, որոնք մենք բարեկամ ենք համարում, լավ, եթե Ռուսաստանը թշնամի է 73%-ի համար, որոնք են բարեկամ երկրները, չէ՞, հարց առաջանում։ Եվ այսպես, նման մի հարցադրում արել եմ, Էլի մի հատ թարմացնենք, տեսնենք 9000-ից թիվը ինչ է, 9000 էլ մնաց։ Այս հարցման ավելի շատ էին մասնակցել, 9000 հոգի, որը հսկայական թիվ է, մի քանի ժամվա մեջ, նույն ժամանակ եմ դրել։ Եվ այսպես, բարեկամ երկրների ցանկում Իրանը ունի 18%, Ռուսաստանը ունի 16%, 54% գտնում է, որ մեր բարեկամ երկիրը Ֆրանսիան է, 54%։ Նոր ես տարբերակ է առաջարկել Հնդկաստանը, ենթադրելով, որ նա հնարավորությունների մեջ է մտնում։ Բայց քանի որ երբեք մենք այդ տրադիցիան չենք ունեցել կապերը Հնդկաստանի հետ, ամեն դեպքում համարում է, որ 12% համարում է, որ մեր բարեկամ երկիրը դա կարող լինի նաև Հնդկաստանը։ Ամեն դեպքում։ Նախկին քվեարկության այս Քոչարյան Ռոբերտի հիշում եք 13%-ը Քոչարյան Ռոբերտը եւ Ռուսաստանը որպես բարեկամ երկիր 16%-ը սրանք համարժեք մոտարապես թվեր են։ Այսինքն 10-ից մինչև 20%։ Քանի որ Ռուսաստանի այսօր դեմք Հայաստանում ներկայացված է Քոչարյանի դեմքով, իդեմս Քոչարյանի, այդ ռեսուրսը իրականում ռուսապաշտ ռեսուրսը կամ ռուսամոլ, ռուսահաճո, չգիտեմ, ոնց ուզում եք ասեք։ Այդ ռեսուրսը Հայաստանում ընդհանրապես 15-ի կողմերն է, 15-ի ավելի լայն վերցնենք 10-ից 20%։ Որը ենթադրում է մի բան, Ռուսաստան, գնա քո ռուսական նավի հետևից Հայաստանից։ Իսկ Իրան 18% եւ 54% Ֆրանսիա, սա արդեն ուրիշ բան է ասում, որ կեսից ավելին հարցվածների ընտրում են արևմտյան մոդելը, արևմտյան։ Իսկ այն 18%-ը, որը էլի բավականին լուրջ թիվ է, ինքը մոտ 20%-ն է, սենց է մտածում, ոչ Ռուսաստան, ոչ Եվրոպա, Իրանը մեր հազարավոր տարիների բարեկամ երկիրն է, ու ինքը ապացուցել է այս ամբողջ ընթացքում, որ ինքը մեր իրոք բարեկամական երկիրը, ինքը կարող է դիտարկվել որպես մեծ բարեկամ երկրների շարքում։ Նույնիսկ Իրանը ավելի մեծ աջակցություն ունի այստեղ քվեարկությունների առումով, քան Ռուսաստանը։ Դե իհարկե, ասում 54%, այսինքն 50+ Հայաստանում չասեմ հարցվածների մեջ կարծում եմ, որ Հայաստանի ապագան ամեն դեպքում եվրոպական մոդելն է։ Եվ այսպես Հայաստանի եւ Ֆրանսիան ռազմավարական գործընկերության փաստաթուղթ կստորագրեն։ Շատ հետաքրքիր միջոցառում էր այսօր։ Ես տեսա, որ նույնիսկ
Միրզոյանը իր գործընկերոջ հետ այսօր գնացել են Ծիծեռնակաբերդ ցեղասպանության հուշարձան եւ միասին ծաղիկ էին դնում այդտեղ։ Ես հիշեցի, որ երբ որ բաններ ներկա Գերմանիայի վարչապետներ այստեղ, թե նախագահ, կարծեմ նախագահներ այստեղ, ոչ մեկ չգնաց իր հետ։ Չգնացին։ Ասեմ ավելին, հանած էր նույնիսկ այցելությունը նախնական օրակարգից։ Մեր եւ մեր Գերմանիայի ընկերների համառ ջանքերի շնորհիվ Գերմանիայի նախագահի այցելությունը ներառվեց իր նախաձեռնությամբ, հա, Ծիծեռնակաբերդ այցելությունը, բայց ելի հայկական պատվիրակությունից ոչ մեկ չկար։ Այսօր չնայած նրան, որ երկու օր առաջ էր ընդամենը Նիկոլ հենց Արարատ Միրզոյանն էր, ասում, որ Հայաստանը ոչինչ բան չի անում Եվրոպա գնալու համար, ոչ մի օրակարգ չկա, ոչ մի որոշում չկա, բայց այսօր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ ինքը գնաց Ծիծեռնակաբերդ։ Չեմ կարող ասել ինչու, տենց որ այսօր երեք մի բան են ասում, այսօր մի բան են անում, վաղ էլի մի ուրիշ բան կասեն, հետո էլի մի բան կանեն, քանի որ այս կառավարության գործողությունները մեծ հաշվով պլանավորված չեն, այսինքն, հա, տարիներ առաջ նայելով հստակ իրաց համար բան ունեն, մնալ իշխանության, այդ պահին ինչ պետք է, բացասական իմաստով, ոչ մի բանի համար առաջ կամ չեն առնելու, իրանք պատրաստ են անել, նույնիսկ եթե հակասում է իրանց երեկվա ասացին։ Դա համար ես նույնիսկ չեմ փորձում գուշակել ինչի է հենց այսօր ինքը գնացել։ Այսօր շատ ուրիշ հետաքրքիր բաներ ա եղել, բանում Երևանում բացվել է Դյու Ֆուրնեի հուշատակը, հա, ծովակալ, որը այն ծովակալն է, որը փրկեց մուսալերան ապստամբներին, երբ որ նրանք արդեն 40 օրը պաշտպանվելուց հետո լքեցին եւ իջան ծովափ, այդ պաշտպաններին նավերով տեղափոխեցին Ֆրանսիա։ Իր անվան հուշակալը բացվել հենց էլի Ծիծեռնակաբերդում։ Դրանով է պայմանավորված, որ Հայաստանում ամեն դեպքում Ֆրանսիայի իմիջը 54+ է, կամ ասենք կոպիտ եմ ասում 50+։ Այսպիսի մի բան է այսօր տարածվում, ես ուզեցա անպայման սրա մասին խոսեմ, ճիշտն ասած, նայեք, ինչ որ տեսարան է երևում, որտեղ կնոջ ձեռը, որ հրում է Մակրոնի դեմքին, հա, իմացա, որ կինն է, հալա, կինն է, ասենք ինչ որ երևի լկստվել են իրար հետ, կամ չեմ կատակ են արել, հումոր են արել, ու գիտեք ինչ բաներ էր գնում կոմենտներ, ես չէի անդրադառնա, որտեղ ինքը ընդհանրապես քաղաքական իրադարձություն չի, որ մի հատ էլ անդրադառնում ասել, բայց որ ես օրինակ տեսա, որ այս կարգի Նայիրի Հոխիկյան, այս դուք էլ ասում եք, թե Նիկոլը ումից է սովորել Աննայից այդքան վախենալ, հազիվել էլ, պատկաբուշնիկ, մյուսը գրել էր, մենք էլ հույսներս դրել ենք, որ սրանք են գալու մեզ փրկեն, բայց այս կարգի ինչ որ անորակ, էժան բառը լավ չի, դրա ռուսերենը լավ է ինչում, դիշորի, գրառումներ, սա գիտեք ինչի մասին է խոսում, սա խոսում է մի բանի մասին, որ այս մարդիկ ոչ միայն չեն կարողանում հասկանալ, ըմբռնել, որ կարող է լինի նաև ամուսինների մեջ կատակային նման հարաբերություններ, եւ ընդհանրապես դա քաղաքական ակցիա չի, հա, եւ որ նույնիսկ եթե տես մի բան է եղել, նույնիսկ եթե իրականում վիճել են, հա, դա ոչ մի կապ չի կարող հերվից նույնիսկ ունենա Փաշինյան Նիկոլի կերպարի կամ Աննայի կերպարի հետ, որ բանդա միջուկային տերության նախագահի դեմքին կինը սենց, հա, ձեռա տալիս, բան։ Այսա խոսում է նաև նրա մասին, որ մարդկանց պատկերացումները, թե ինչպեսին պետք է լինի նախագահան։ Ես այն տղեն էր, որ խոսալը փողոց անցնում էր, Փարիզում իր վրա ոչ մեկ չէր նայում։ Այս նույն տղեն է։ Ուղղակի այս Հոխիկյանա, բանը, հարսանց պատկերացումները նախագահի մասին, դա պետք է Պուտինը լինի, բանի դեմքով, Ստալինի դեմքով, հա, բանը, սարսե աշկերով, ստախոս, հա, որի
որ իր հյուրերից նստի, ասենք 6 մետր հեռավորության վրա, որի հետ ոչ մի կապակ չկարողանա անի, որը չի կարող սեփական երկրի մեջ փողոցով քայլել, հանգիստ իր համար հեռախոսով խոսալու ու չմտածի, որ մեկը գա թևը կքաշի կամ վրան կհարձակվի։ Մի բան, որը ոչ Հայաստանի, ոչ Ռուսաստանի ղեկավարները երբեք չեն արել ու չեն էլ կարողանել։ Ուղղակի սրանց պատկերացումն չեն հասկանում, որ sense բանի մասին խոսալով եւ անդրադառնալով ցույց են տալի իրանց նախնադարյան վայրենի պատկերացումները նախագահի, նախագահքին հարաբերությունների, թե ոնց պետք է լինի, այսինքն ոնց կարող է լինի։ Ձեզ տրամադրությունը պետք է գցեն։ Կարող է եւ այսպես լինի, որտեղ գիտեք ինչի, իրանք մարդ են, իրանք բան չեն, արձան չեն, իրանք Պուտին չեն։ Ռուսաստանում 25 տարվա առաջ ծնվածները գիտեն, Պուտինը դա պաշտոն է։ Հասկանում եք։ Եվրոպայում իրանք չեն մտածում, որ Մակրոնը պաշտոնը։ Գիտեն, Մակրոնը իրանք աշխատողն է։ Հիմա իրանք աշխատողն է դուրս եկել այդ միջոն քայլում է։ Իրանք աշխատողն է, կնոջ հետ գնում է, կարող է կատակեն անում, կարող է լուրջ է, ինչ էական է դա։ Ուսանից սարքել քաղաքական իրադարձություն մտածում ես սրանց քաղաքական պատկերացումները հարաբերությունների նախագահի կերպարի եւ այլի մասին։ Ու մենք այս կոնտինգենտով, դուք տվեք ասեք, այս կոնտինգենտով պետքա երկիր կառուցենք։ Շատ բարդ է լինել։ Մեր խնդիրը բազմակողմանի բարդ է։ Մի կողմից այդ կոնտինգենտն է մեր շուրջը։ Մյուս կողմից էլ սրանք գիտեք ովքեր են։ Սրանք Այն մարդիկ են, որոնց ցույց են տալի ովքեր են պատերազմում մեր դեմ։ Ветераны Афгана, да, у нас? Нет, Карабах. Нагорный Карабах. Нагорный Карабах? А это в какие года было? 89-90. 89-90. Значит, наши казахстанцы тоже воевали. О, еще как. Советская армия, да, служили мы все. Давайте, ветеранов сфотою. Так, улыбайтесь. Раз, два. Теперь так все подпрыгнули резко. Вот так, ногами вот так. Նրանք կրվել են Արցախում, ուղղակի մի հարցը հետաքրքրում, բա դուք ո՞նց եք կենթանի մնացել։ Նայելով արդյունքները շատ քիչ է եղել շանսը, որ դուք պետք է կենթանի մնայիք այնտեղ։ Այո, Հայաստանի դեմ կրվել են, սրանք ոչ թե գնացել են Ղազախստանից կրվելու, չէ, սրանք սովետական զինվորներն են եղել, սովետական, որոնք այդ ժամանակ հենց Ադրբեջանի տարածքում էին, որոնք կրվում էին Հայաստանի դեմ, Հայաստանի հետ չէ, հայկական ջոկատների դեմ։ Սա այն սովետական բանակի մնացորդն է, որոնք ուղղակի կռվել են, որոնք կացո օպերացիա են իրականացրել։ Բա այս նկարները պետք է Լավրովին ցույց տալ, որ այ այս էլ այդ սովետական բանակի մնացորդներն են, հենա իրանք էլ ասում են, որ կռվել են Արցախում հայերի դեմ։ Հենց որ հանկարծ ոչ մեկ չասի, որ սովետական զորքերը չեն կռվել հայկական ջոկատների դեմ։ Ցան եմ ուզում նայել։ Եթե չտեսնենք ով է հարցազրույցի կարող է տպավորություն ստեղծվել, որ ինչ որ ադրբեջանցի պաշտոնյա կամ քաղաքագետ է խոսում, որովհետև որևիցե հայ քաղաքական գործիչ առավել եւս Հայաստանի նախագահի պաշտոնը նախագահի պաշտոն զբաղեցրած անձ կարող է ինքը բերել իմ կողմից խնդրում եմ վաղը փողոցում կամ ինչ որ ձևով եթե մեկը սրան կտեսնի կամ սրա բարեկամներին կտեսնի, ընկերներին կտեսնի, թող իմ կողմից փոխանցի կոստյումը հանի վրայից բամբորի շորը հագի բամբորական ու գնա ֆայլաբազար։ Ես չգիտեմ ֆայլաբազարի մակա թե չկա։ Ու սպասի օրերով։ Ու շատ կզարմանամ, եթե քեզ մեկը օրավարձով վստահի մի հատ գործ։ Ասենք չգիտեմ, մի հատ աղյուս ստերից դու վերցնես, դնես այնտեղ։ Ես կարող եմ գրած գալ։ Իրան առաջարկեք։ Ասեք քո տեղը միայն տեղը, որ դու կարող ես ինքնան ռեալիզացվել, դա ֆայլաբազարն է։ Կամ չինեմ, աշխատանքի շուկա, որտեղ մասնագիտություն պետք չի, ուղեղվել չի, ոչ իման պետք չի, պետք է ուղղակի երկու ոտ, երկու ձեռ, որ քեզ ասեն, այս մի բան է ստեղից տարան դե, դու դա կանես։ Ողբերգությունը գիտեք ինչու՞մն է, որ հենց սրանք ղեկավարում են մեր երկիրը։
Հենց այս տեսակը ղեկավարում է Մերկել։ Առանց որևէ բացառության չկա այնտեղ որ այս մեկը հենց չի։ Հա։ Դրա համար էլ նայեք ինչ է կատարվում Հայաստանում։ Սա Պարիս Երևանում արևային կայանի բանն մնացորդներն են, ինչ որ մնացել այդ կայանից։ Պարիս Երևանում։ Ուրեմն մի երկու օր առաջ մի հատ բան է հաղորդում էի նայում ու ռեպորտաժ գնաց Հայաստանից հենց այս արևակայանի մասին, որտեղ խոսում է որ Հայաստանում Պարիս Երևանին դեռ տարիներ առաջ կառուցել մի բան, որը աշխարհում իր նախադեպը չի ունեցել։ Իր ճկունության մտքի նորարարությամբ եւ մասշտաբերով չի ունեցել, այսինքն ոչ մեկի մտքով չի անցել, որ հնարավոր է դա էֆեկտ ստանալ։ Դրանով ինչ որ բան ստանալ, տիեզերքից ինֆորմացիա քաղաք։ Դա Պարիս Երևանում կառուցած բաններ։ Հենց սա նման մի բան էր։ Նա չեմ կարող ասել դա ոնց է կոչվում։ Սա է մնացել կարկասը։ Գիտեք ինչի՞։ Որտեղ նրա նմաններն են Հայաստանը կառավարում։ Հայաստանը կառավարում են, եթե կառավարում են այդ մարդիկ, ուրեմն նշանակում է մեր ամեն ինչից, գիտական շենքերից, ինստիտուտներից, հա, սա պետք է մնա։ Կարկասը, որն էլ կտրեն, կտանեն շինարարության մեջ օգտագործելու համար։ Սա բարբարոսություն է։ Գիտեք բարբարոսությունը, սա հատուկ է քոչվոր ցեղերին, այսինքն այն ինչ որ մեր հետ արել են միշտ։ Քոչվոր ցեղերը ինչով են տարբերվում նստակյաց ցեղերից։ Նստակյաց ցեղերը ստեղծում են, քոչվոր ցեղերը ստեղծածը քանդում են, օգտագործում են։ Հիմա սրանց շնորհիվ Հայաստանը վերածվել է քոչվոր ցեղերի ասպատակության վայր, որտեղ ոչ թե ստեղծվում է, այլ եղածը ավիրվում է ուղղակի։ Սրանց մաքսիմում որ կարող են ստեղծել, շենք գցեն, որ բնական անվաճառ է։ Այն էլ ով է ապրելու կարողանալու է այնտեղ ապրել, չի ապրի, այդ շենքը կպլվի, կմնա։ Մենք հիշում ենք, չէ, երկու օր առաջ ինչ կատարվեց։ Մեքենան որ պայթել էր արկերը, քանի հատ մեքենա էր հետը այրել վառել եւ շուռ էր եկել։ Անտարային, հիշում եք։ Մենք հենց չգիտենք այդ նոր սարքվող շենքերում հնարավոր է լինելու ապրել թե չէ։ Եվ ով է այն կամիկաձեն, որ դե գնալու է ապրել։ Որովհետև հաշվի առնելով սրանք ոնց են տալիս շինթույլտվությունները, շինարարության որակները, ամեն ինչ, ջրատարություն, կոյուղի, գիտեք չէ, ասենք կոյուղին էլ պետք է բան ուներ, եւ մաքսիմում եւ մինիմումը ունի, այդ տարածքով ինչքան ջուր կարա գնա, հա, ջուր կարող է գա եւ ջուր գնա։ Բնականաբար այդ ոչ մի բան հաշվի չի առնվում, ամեն ինչ տրվում է թույլտվությամբ, խախտումների, ինչ եմ ուզում ասեմ։ Սրանք բարբարոս են։ Ու ամբողջ ազգը վերածեցին այդ բարբարոսների, որտեղ Պարիս Երևանում նույնիսկ ստեղծած է, այսինքն քանդում են, որ կտոր տանեն, չգիտեմ ինչ որ կարող է, պատի մեջ այս երկաթները կարող օգտագործվի։ Սա ազգային խայտառակություն է։ Իհարկե հիմա երևի նայողներից շատերն ասում են, դե հիմա Պարիս Երևանին չկա, մատերիալը կտանենք օգտագործեն։ Ավելի մեծ խայտառակություն ասեմ։ Ավելի մեծ խայտառակություն է, որ Պարիս Երևանին չկա, գործը շարունակող չկա, ֆինանսավորում չկա, ես վստահ եմ, որ գործը շարունակող կարող է լինել։ Եթե լիներ պատվեր, նշանակություն տային, եթե լիներ պետական հոգացություն, անպայման դա մի արդյունք կտար։ Հայաստանը չէր դառնա այն ինչ որ հիմա է, սպառողների երկիր։ Բառացի սպառողների երկիր։ Դրա համար էլ Հայաստանի պետական պարտքը ապրիլի վերջի դրությամբ կազմել է 13.6 միլիարդ դոլար։ Տարեկան Հայաստանի բյուջեն ավելանում է 1 միլիարդ դոլարով։ Պարտքը, ներողություն։ Պարտքը ավելանում է 1 միլիարդ դոլարով։ Փաշինյան Նիկոլը իր այս բարբարոսների հետ, բացի բյուջեի թալանից, տարեկան եւս 1 միլիարդ փող են վերցնում իրենց ծախսերի համար, իրենց սեփական կարիքների համար։
այսօր ես իմ գոլեգաներից մեկի հետ էի խոսում այլ հարցերով։ Եվ ես գիտեք ինչ հասկացա, որ մեր ամբողջ մոտավորապես 20 րոպեանոց խոսակցության ժամանակ Հայաստանի իրական վիճակի մասին մենք չխոսեցինք, գիտեք ինչի չխոսեցինք, ոչ թե դա ինձ հետաքրքիր չէր, ես հասկացա, որ իմ գոլեգայի մտահոգությունների տարածքում չի դա։ Մենք խոսեցինք հնարավոր հյուրախաղերից, sense ինչ-որ բաներից։ Բայց մտածում եք կարող է հասնենք դրան, բայց մենք չհասանք դրան։ Ոչ թե որ ժամանակ չկար, ես ուղղակի հասկացա, որ թարապես այդ խնդիրը չկա, օրակարգում չկա այդ խնդիրը։ Ես չգիտեմ, կարող արդեն մենք ենք մարազմի մեջ հասել, ընկել, որ ամեն ինչի մեջ վատն ենք դնում, կարող ամեն ինչ իդեալական է եւ sense հերվից իզուր խոճապի մեջ ենք, այդ տագնապի մեջ, որ ինչ որ մի բան պետքա փրկենք, հասենք, էս անենք, այն անենք։ Բացարձակապես ես այդ մտահոգությունը ու տագնապը չզգացի։ Ու իրոք իմ մոտ կրկնակի անհասկանալի վիճակ է։ Իմաստ ունի անհանգստանալ, թե ամեն ինչ լավ է։ Հետո ես ուրիշ բան նաև նայեցի, այսօր այնց կարդում էի հետպատերազմյան շրջանի մասին, երբ որ Ստալինը պատերազմից հետո մինչև արդեն 50 թվականը բոլոր մեծ քաղաքներից մաքրել էր, հեռացել էր բոլոր հաշմանդամներին, տեղավորել էին տարբեր կղզիներում, հեռուներում, որոնց դատել էին որպես դավաճան, ում էլ հոդված չկար, ուղղակի հանել էին։ Մեկուսացրել էին տարբեր տեղեր, որ իրենք իրենց տեսնել մենակ։ Այդ մասին ժողովուրդը չտեսնի, որ ժողովուրդը մեծ քաղաքներում մտածի ամեն ինչ հոյակապ է, իդեալական է։ Երբ որ ես նայում եմ, մտածում եմ, այ մոտարապես այս մի բան մեր գիտակցության մեջ է հիմա կատարվում։ Իհարկե ոչ մեկին չի ապակսում, բայց մեդիան, հա, իշխանական մեդիա ցույց է տալիս, լավ է։ Ամեն ինչ լավ է եւ լավը հենց սենց է լինում, երբ որ դու որպես պետականություն վերանում ես։ Լավ է։ Եվ անհանգստանալու կարիք չէ։ Եթե մի հատ էլ անհանգստանալու բան կա, ասենք հյուրախաղերը ոնց անել եւ որ երկրում անել, մեր կողմից փոխաշխատել։ Այս երկու ծայրահեղ իրականություններն է, որ մարդիկ ապրում են։ Մի մասը ապրում է մեր իրականության մեջ, մտահոգության, մյուս մասը տորական սպառելու իրականության մեջ։ Ես չգիտեմ նա նորմալ է թե չէ, սոցիոլոգ չեմ, երևի սոցիոլոգները դրա բացատրությունները կտային, թե մնացած ժողովուրդների, մնացած երկրների մոտ ոնց այդ տոկոսային հարաբերությունները իշքանա իրականություն ուզում տեսնի, բայց ես համեմատելով հետպատերազմյան սովետական միությունն ու այսօրվա Հայաստանը, ես եկան եզրակացության, որ շատ նման բաներ կա։ Շատ մասնավորապես այդ իրական իրավիճակը եւ մյուս իրական իրավիճակը, հա, տեսանելի եւ իրական, ասենց ասեմ։ Եվ մենք բոլորս ապրում ենք երկու տարբեր իրականության մեջ։ Եվ այսպես։ Այսօր Իրանի փոխարինուց նախարարը Երևանյան երկխոսություն, այդ սրա ժամանակ էր, Փաշինյան Նիկոլը ներկայացնում Հայաստանի կապիտուլյացիայի ծրագիրը։ Այդ համաժողովի շրջանակներում լրագրողներ ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ իրանական կողմը պլանավորում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի այցը Հայաստան նախագահի։ Սա չափազանց կարևոր այց է ու հետաքրքիր է գիտեք, որ նա որ իրանական կողմն է պատրաստում այդ այցը, ոչ թե Հայաստանի կողմն է նախապատրաստում կամ ինքը նախաձեռնողն է, այլ իրանական կողմն է։ Եթե հիշում եք, մի քանի օր առաջ Հայաստանում էր նաև Իրանի բարձրաստիճան պատվիրակություն պաշտպանության նախարարի մակարդակին։ Արտգործնախարարի մակարդակին այսօր գալիս է անձամբ պլանավորում են նախագահի մակարդակի այցելություն։ Ու այս ֆոնի վրա Իրանը նաև համաձայնության է եկել Թրամփի ադմինիստրացիայի հետ, որ խոստանում են բոլոր տեսակի կոնֆլիկտներից եւ անցնում են երկխոսության։ Որը նշանակում է, եթե նայում ենք այս բանի մեջ, ջալը սա մասին հեսա կա։
որ բացա կոմպրոմիսների երկխոսության Իրանը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ եթե հանկարծ սա իրականանա, քանի որ Տրամփի ադմինիստրացիանը հասկանում եք, չէ, որ մենք չենք կարող կանխատեսել թե վաղը Տրամփը ինչ տրամադրությունով կարողանա եւ ինչ կհայտարարի։ Այն որ իրանական կողմը շատ ավելի ստաբիլ է, միշտ ստաբիլ է, հա, դա մենք գիտենք, բայց գիտենք նաեւ այն կողմը ով է կանգնած Տրամփ անունով։ Նա կարող է այսօր ընդունի, վաղը ուրիշ պայմաններ դնի, մյուս օրը էլի փոշմանի, մյուս օրը ուրիշ պայմաններ դնի, բայց վերցնենք լավ տարբերակը։ Եթե հարաբերությունների կարգավորման փուլը գնաց, անցավ, սկսեց, իմջալոց, որի պատճառով Տրամփը եւ Նետանյահուն շատ կոպիտ խոսակցություններ ունեցել այսօր թերթերը գրեցին, որ Նետանյահուի վարչակազմը խիստ հիասթափված է Տրամփի հետ, ես վստահ եմ, որ հենց այս հարցով է հիասթափված, որովհետեւ Նետանյահուի կառավարությունը ամեն ինչ անում էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներքաշի պատերազմի մեջ Իրանի դեմ։ Իսկ Տրամփը ասում է, չէ, ես հետ ուզում երկխոսեմ։ Եթե հանկարծ դա ստացվեց, դա նշանակում է Հայաստանի դերը անգամներ ավելի է մեծանում, քան, ասենք, Ադրբեջանն է ունեցել իր հարաբերություններում Իսրայելի հետ, որովհետև Ադրբեջանի նշանակությունը ինչով էր մեծացել այս ընթացքում, հենց Իրանի նկատմամբ հնարավոր պատերազմի ֆոնի վրա, այսինքն Իսրայելին Ադրբեջանը պետք էր հենց դրա համար։ Եթե այդ սցենարով չի գնում եւ պատերազմ չի լինում եւ սկսում է համագործակցություն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Ադրբեջանի նշանակությունն է փոքրանում, դա զուգահեռ մեծանում է Հայաստանի որպես երկիր, որպես տարածք նշանակությունը։ Իսկ մենք շատ լավ գիտենք մյուս կողմից, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահում է ոչ թե Հայաստանը, այլ հենց Իրանը։ Ու սա համարում եմ լավ նորություն մեր բոլորի համար։ Այսօր սոցիոլոգ Արթուր Պալոնյանն է մեծ հարցազրույց տվել, ինչ շանսեր ունի Փաշինյան Նիկոլը 26 թվականին եւ իր կարծիքով այդ շանսերը 1%։ Ես գցում եմ միջև 8%։ Ուղղակի ինքը շատ ճիշտ եւ տրամաբանական վերլուծություններ անում, նայելով Գյումրիի եւ Փարաքարի ընտրություններին։ Ասում որ նույն մոդելն է աշխատելու, որտեղ ԿՊ-ի հաղթանակն է 1% հավանականությունը, ոչ թե կհավաքի 1%, այսինքն հաղթանակն է 1%։ Այդ դեպքում ես կասեի հաղթանակը 0% է։ Ինքն էլ որպես պրոֆեսիոնալ սոցիոլոգ նույն եզրակացությանն է գալիս, որ նայելով այն ինչ որ կատարվեց Փարաքարում եւ Գյումրիում, ԿՊ-ն ուղղակի ոչ մի շանս չունի։ Ոչ մի շանս չունի ու դրանով է պայմանավորված, որ ինքը ամեն ձև Ալիևին ու Էրդողանին լսացնում է ամեն օր, որ ինքն է իրենց միակ հավատարիմ դաշնակիցը, որ ինքը ամեն ինչ անելու է իրանց շահերը բավարարելու համար, սահմանադրություններ կփոխի, տո պետքա պետական կրոնել կփոխի, սեփական կնոջներ կնվիրի օգտագործման համար, մենակ թողեն իրան մնա իշխանությանը։ Հա, ու անդադ հիշեցնելով, որ այնտեղ Ռոբիկ կա, այ ինքը ռուսական ուղղվածության է։ Ճիշտ է, երկուսն էլ շանս չունեք, ոչ Ռոբիկը, ոչ Նիկոլը, բայց ինքը ուրիշտեղ գնալու էլ չունի, ինքը հասկանում է, որ 0% հավանականություն ունի արդար ընտրությունների պարագայում, ինչ որ նույնիսկ միջև 5% նույնիսկ ձայն ստանալը։ Իսկ ինքն էլ եք հասկանում, միջև 5% ձայն ունենալու պարագայում էլ հերթով կարգով, հերթով այսենց բոլորը գնում են դեպի կառափնարան։ Իհարկե, եթե մենք ունենանք մեր իրական տեխնացուն, որին կարողանանք բերենք իշխանության։ Էլի պետք է կրկնվեն, որ Հայաստանի քաղաքական ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր, ասենց ասեմ, ոչ այդքան ապականված դաշտը գոնե պետք է գտնի մեկ տեխնացու, որ ժողովուրդը ընտրության իրավունք ունենա, հնարավորություն ունենա։ Ես արդեն լսում եմ էկրանի հետևից այն հայտարարությունը, որ գաղութում ընտրություններ չի լինելու, բան չի լինելու, իսկ ասեմ օքեյ։ Այդ դեպքում ուղղակի մեծ հարց է ծագում, բա դուք ինչով եք զբաղված, ձեր գոյությունը ինչով է արդարացված է։ Եթե ասում եք գաղութա, այստեղ ընտրություններ չկա, գործը ինչու՞ն է։
Ոնց կարող եք մի ամբողջ ժողովուրդ զրկել ընտրության հնարավորություններից, նույնիսկ հնարավորությունից։ Աստված մարդուն ընտրելու հնարավորություն է տվել։ Ոնց կարող է մարդը այդ ընտրելու հնարավորությունից զրկի։ Թողի, Վարդանիկ Ղուկասյան մեկ է սարիկի մեջտեղ կա Մարտունիկ։ Ոնց էլի, ոնց կարելի է։ Ինչ որ է մեր Արթուր Պալոնյանն էլ նույնը ասում, որ 1% Փաշինյան Նիկոլի հավանականությունը։ Թե հիմա ով կլինի, դա էլ կախված է թե ով կլինի կլինի իր տեխնացությունը։ Ինձ որ ընկերներ ջան հարցում եք ես ում եմ առաջարկում, ես ոչ մեկին չեմ ուզում առաջարկեմ, ուզում եմ իրենք նախաձեռնեն, ովքեր որ իրենց տեսնում են կամ մտածում են, որ իրենք ինչ-որ մի բան կարող են անել, մեկ էլ մեր ռեսուրսներով կամ օգտակար կլինենք, եթե հավատում ենք, կամ էլի տարբերակներ մանկան, որովհետև այնպես չի, որ ով առաջադրվեց, ասում ենք, դու ես ու վերջ։ Մանավանդ իմ պարագայում։ Ես կարող դեմ չլինեմ, բայց որ ասեմ, այո, դու ես ու վերջ, դա մի քիչ մտածելու միշտ առիթ է լինելու ինձ համար էլի։ Բայց ամեն դեպքում Նիկոլը չի լինելու, Ռոբիկն էլ ունի ընդամենը 13% քաղաքական դաշտ, դուք տեսնենք մեր ժողովրդին ինչ եք առաջարկելու այս պարագայում։ Գարեգին Բան եւ Արամ կաթողիկոսն են Արցախի ժառանգության պաշտպանության նվիրված միջազգային համագումարին ելույթ են ունեցել եւ տեսնենք իրենք ինչ են առաջարկում։ Եվ այսպես ինչքանով հասկացա Արամ կաթողիկոսը նույնիսկ չի էլ գնալու հերավարը մասնակցելու, դա վաղն է լինելու արդեն ամսի 27-ին է լինելու, արդեն վաղը, արդեն այսօր Երևանում որ դուք նայում եք, այդ օրը լինելու Շվեյցարիայում Արամ կաթողիկոսը հերավարը մասնակցելու, տեղի բողոքական եկեղեցին է կազմակերպել, իսկ Գարեգին ոնց որ գնալու է Գարեգինը, եւ թեման լինելու է պատմական ժառանգությունը Արցախում։ Տեսնենք ինչ հայտարարություններ կանեն, ինչ առաջարկություններ կլինի, բայց ես մի բան եմ վստահ, մի բանի վրա եմ վստահ, որ այս երկու չգիտեմ ասեմ հոգևորական թե չէ, լավ, ընդունենք իրանք իրոք հոգևորական են։ Այս երկու հոգևորականները, հոգևոր առաջնորդ են հաստատ։ Իրանք վերցել են, դա պաշտոն է հոգևոր առաջնորդն։ Եթե այս երկու հոգևոր առաջնորդները ուզենային եւ անկախ լինեին իրենց գործողությունների մեջ, այսօր մենակ մշակութային ժառանգությունը ավիրելու համար Ալիևը կարող էր դատարանում լինել։ Ստեղ ասենք պետության բանը կարիքը չկա։ Մենակ այս երկու կառույցները իրենց ունեցած այլ կառույցներին, ամբողջ Սփյուռքի կառույցներին ոտքի հանած լինելու պարագայում օրեկան միտերս հավաքը կլիներ, ոչ թե կսպասեին, որ ասենք Բեռնում, Շվեյցարիայում տեղի բողոքական եկեղեցին ինչ-որ մի բան կազմակերպի։ Ուղղակի այս ամեն ինչի մեջ, այս 5 տարվա մեջ 5 տարին է վերցնում էլի։ Հայ առաքելական երկու թևերի աշխատանքը, եթե համախառն նայեմ, մոտա 0-ին։ Մոտա 0-ին, իր էլ չեմ ասում արդյունավետության իմաստով։ 0։ Էլի ստեղ բան է գալի, խեղդում այն մոտ այս մենակության զգացումը։ Ես ունայում եմ պետություն չունենք, կառավարություն չունենք, հոգևոր դասնել պարապուրտիա մատնված, մեկ ինչ-որ սենց մի բան անել, բայց իրականում ոչ մի բան չանել, ոչ մի հաջորդ քայլը հետամուտ լինել, Ես ես վստահեցում, եթե սենց բան լիներ Ադրբեջանի ձեռը, շանս լիներ, աշխարհում ինչքան մահմեդական կա, սա մասին հիմա խոսում էր։ Ինչքան, ասես մահմեդական, սրանք հազիվ պաշտպանվեն, ասեն, չէ, այդքան էլ այդպես չի, մենք մենք վտանգ չենք ներկայացնում, բան, Անդրկովկասում, մաքսիմում։ Բակավիճակը։ Իսկ մինչ այդ, պետք է անպես անենք, որ միջև առաջիկա զորակոչ օրենքը մտնի ուժի մեջ, սրանք փողա պետք, փող, քանդել բանակը եւ ամեն ինչ անել, որ միջև առաջի զորակոչը որ մտնի, որ չես ուզում երախոտ անեն, բեր 24 միլիոնը բեր։ Այս սկզբից բերում են սկզբից ստեղծում են անտանելի պայմաններ, որ գնալ գալը ողջ կգա, ողջ չի գա, հիվանդություններով կգա, ինվալիդ կգա, հայտնի չի,
նույնիսկ տոկոսային հարաբերություններ չկա, սկզբից ստեղծում են այդ վիճակը, հետո ասում են, չես ուզում եք այդ վիճակի մեջ լինի, փող բեր 24 միլիոն։ 24 միլիոն։ Բեր, ու ասում են ամեն ինչ պետք է անենք, որ դա մտնի օրի մեջ, ուժի մեջ։ Այսինքն նայեք ինչա, ոչ թե բանակը զարգացնել, բերել պրոֆեսիոնալ մակարդակի, հա, չգիտեմ, կառուցվածքը փոխել բանակի, չէ, փոխտում բանակ չգնաս, փոխտու իրենց փոխտու որ բանակ չգնաս։ Ես նորից եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել մի կարևոր փաստի վրա։ Սրանք բոլորը պատահական մարդիկ չեն, այսօր որ իրար կողք մնացել են այսքան բանից հետո։ Իրանք ոնց եկել են, որ դուք նայում եք, նույն դեմքերն են։ Սրանք բոլորը այս նույն ծրագրի համար, նույն ծրագրի հավաքագրվել են ժամանակին, եւ դրա համար այս ամբողջ ընթացքում ոչ մեկի մոտ բոյկոտ չառաջացավ, որ մեկը չհամաձայնվեր այն ինչ որ հիմա կատարվում է։ Ոնց եկել են իրար հետ, տենց գնում են։ Որտեվ ի սկզբանե սրանք իմացել են այս ամեն ինչի մասին։ Ոչ մեկի մեջ բան հարց չառաջացավ։ Ոնց, ինչու։ Լավ, ես մեկը ես չեմ անի։ Չեղավ այդպես բան։ Հա, մենք սա մասին արդեն խոսեցինք։ Հիմա ինչ են առաջարկում մեզ, վերապատրաստում կամ զինամթերքի տրամադրում։ Այդ ամենի նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ ապահովել իր ինքնապաշտպանությունը։ Սրա դեմա որ աղմկում է եւ Ռուսաստանը եւ Ադրբեջանը։ Հիմա այս վերջի մանավանդ բանից հետո, Լավրովի այցից հետո, եթե միջև այդ սրանք հերվից էին բանանում, ղժղժում, որ Արևմուտքը ամեն ինչ անում է, որ փոկի Հայաստանը Մոսկվայից, Լավրովը հենց ինքը Երևանում դրա մասին ասեց, որ դուք վտանգում եք ձեզ Ֆրանսիայի հետ, ասես սկզբից ասեց ձեր գործն է, ինչ ուզում եք արեք, իսկ ինչ է առաջարկում Ֆրանսիան, առաջարկում է զինամթերքի տրամադրում եւ վերապատրաստում։ Սկզբից ասեց ձեր գործն է, հետո ասեց որ դուք ձեզ վկայում եք, վտանգում եք, որին ի պատասխան միանգամից արաբատը սկսեց արդարանալ, որ չէ, մենք այդպես բան չենք անում, ոչ մի որոշում չկա, ոչ մի գործողություն չկա։ Հիմա ես պատկերացնում Լավրովի դեմքը, այսօր այս ամեն ինչը տեսնում եմ, այսօր այս ամեն ինչը նայում եմ, ինչը ասում սրանց։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը հույսը դրել է ոչ թե Լավրովի վրա, որ իրաց փրկելու, այլ Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա։ Իրան թվում է, թե դրանք ավելի լավն է եւ կարող է ինքը իրենց համար ինչ որ հետաքրքրություն ներկայացնում։ Ու լսեք էլ մատ սրան։ Ես գիտեք ով է։ Այ ժողովուրդ ջան, լսեք։ Սա մեզ ղեկավարն է Հայաստան մեզ զգուշացնելու, որ հանգարց մթնոլորտ չանցնի, որ Եվրոպայի մասին մտածեք։ Հիմնական խնդիրը էս է, որ ինքը մեզ զգուշացնում էր, կարելի ասել նաև վախեցնում էր, որ Եվրոպայի դռները ձեր դեմը փակ է։ Ռուսաստանը մտահոգված է նրանով, որ ինքը տեսնում է ինչ է կատարում Հայաստանը, որ ժողովուրդը ուզում է Եվրոպա գնալ։ Ով ուզում է Եվրոպա գնալ։ Սրանք այնքան տգետ են, որ չեն հասկացել, որ ժողովուրդը ոչ մի տեղ չի ուզում գնալ։ Ինչ է նշանակում Եվրոպա գնալ։ Քայլելով են գնալու, այ աղբ։ Մինչդեռ արտաքին գործերի նախարարը եւ քո վարչապետը Մոսկվայում ազատ ձևի հայտարարեցին, որ մենք ընդհանրապես ոչ մի տեղ չենք գնում, ոչ մի նպատակ չունենք։ Ոչ մի այդ ընդեղ են հայտարարում են իհարկե։ Բայց իրական գործունեության մեջ խափում են բոլորին, խափում են եւ Մոսկվային եւ Եվրոպային։ Խափում են բոլորին։ Հիմա էսի մեզ ղեկավարում է ժողովուրդ ջան։ Քանի հոգի է հանգիստ քնում այս դեմքը տեսնելուց հետո, այս խոսակցությունը լսելուց հետո եւ այս իրական այս իրար հակասող տեքստերը լսելուց հետո։ Դա չզարմանանք, որ մենք այս վիճակի մեջ ենք։ Բոլորս հիշում ենք, չէ՞, $590,000 այս գողությունը բանից սեյֆից քննարկանի
Լսենք, տեսնենք ինչ են ասում սրա մասին։ $50,000-ից $578,000-ն է։ Ինչպես ու ովքեր են կատարել աննախադեպ այս գողությունը, տեսախցիկներով վերականգնվել է թե ժամանակագրությունը, թե բացահայտվել հանցավոր սխեման։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիությունը նշում է, գործել է հանցավոր խումբ։ Խումբը նախորոք արդեն պլանավորված ձևով իրականացրել է հանցանքը։ Ըստ մեղադրանքի գողությունը կազմակերպել է քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի պաշտոնակատար Գորդ Հադևոսյանը, կատարել Էդգար Գրիգորյանը, որը մեղադրյալ է մեկ այլ աղմկահարույց գործով։ 2020 Մեղադրյալը մեկ այլ աղմկահարույց գործով ու կատարել է, ու քննիչները ոչ թե իրան ձերբակալել են, ոչ թե իրան բռնել են, այդ նրան, որ մի ուրիշ գործով արդեն մեղադրել է, օգտագործել են մեկ այլ գողություն իրականացնելու համար։ Եվ ասում գործել է հանցավոր խումբ, ես ուզում եմ ընկերոջ ասեմ, եկեք, ինչ անշանակում գործել է հանցավոր խումբ։ Ձեր ամբողջ խումբն է հանցավոր խումբ, էլի։ Ձեր ամբողջ խումբը հանցավոր խումբ է, ինչ է, հիմա էլ է գործում։ Այսինքն մի հանցավոր խումբ բռնել է մեկ այլ հանցավոր խմբի։ Ուղղակի մի քիչ աղմկոտ գործեր, այս հնարավոր չէ ծածկա դմփոց անել, է։ Մանավանդ որ Սիրունյանն էլ ասեց, ախտուջան, պետությանն ենք տվել, պետությունն էլ այդ փողը պետական։ Հետն էլ ասեց, 1 տարի առաջ եք այդ փողը տարել, 1 տարի, երրորդ օրը այդ փողը արդեն բանկում պետք է լիներ։ Ասում հանցավոր խումբ է։ լույս 10-ի գիշերը կառավարության շենք ներխուժելու, գույք ոչնչացնելու համար։ Այս գործով Գրիգորյանն ըստ մեղադրանքի 2 անգամ է մուտք գործել քննչական կոմիտեի շենք տարբեր օրերին։ Մասնավորապես սյուն թվականի մայիսի 16-ին ժամը 16:50-ի սահմաններում մուտք է գործել քննչական կոմիտեի դեղ։ Հա, մի խոսքով, այդ բաժնի պետին եւ այդ կատալոգին բռնել են, մնացածը ոլոնի մեջ են եւ $12,000 պակասում է։ Այդ ամբողջ գումարից $12,000 չկա։ Փողը տարել են, բաժանել են մի քանի տեղ, 4 հոգի է, ասում կազմակերպիչների մեջ, 2 հոգին են բռնել։ Հետներ չպատասխանեցին ամենակարևոր հարցին։ Այդ գումարը ոնց կարող է եւ ինչու պետք է մի տարի մնար իրենց պահարանի մեջ, որն էլ դառնաց գայթակղության առարկա։ Պատկերացնեք, բաժնի պետը ասել է իմ բաժնի աշխատողներից մեկի սեյֆում $590,000 կա, արեք տանենք։ Բաժնի պետը իշ բաժնի աշխատողները կազմակերպել է բաժինը թալանելու համար։ Հա տենց է, որովհետև համատարած օրենքի խախտում է, եթե այդ գումարը նույնիսկ արգելավելու դեպքում կամ վերադարձված լիներ, կամ գնար իր ճիշտ տեղը, այս գողությունը չէ լինի։ Այսօր ծիծաղել է, ասում են գործում էր կազմակերպված խումբ։ Տղեկ, դուք ամբողջ ձեր խմբով եք հանցագործ կազմակերպված խումբ։ Ամբողջ։ Որտեղ դուք հանցագործ կազմակերպված խումբ չլինեք, այսօր ոչ Շիշբռնով, ոչ Փաշինյան Նիկոլ, ոչ Դատախազ, ոչ մեկ այսօր պետք է ազատության մեջ չլինեն։ Եթե ազատության մեջ են ու այդ գործանողներն էլ դուք եք, նշանակում է, այո, Հայաստանում գործում է եւ քննչականում եւ դատախազությունների հայացքով հանցավոր կազմակերպված խումբ։ Այսօր այսպեսի նկար ընկավ աչքիս առաջ։ Սրանք մեր ընկերները վերջի 4 տարիներին մեզ լքած ընկերներն են։ Նայեք։ Ես ոչ մի վստահություն չունեմ, որ ամեն մեկը գնացել է իր մահով։ Բացարձակապես։ Նույնիսկ Կարեն Վարդանյանը, որ հիվանդ էր, ես նույնիսկ հասկացում որ Կարեն Վարդանյանը իր բանով էր, իր հիվանդությունը հենց իրանից էր։ Այսինքն դա էլ արհեստական չէին առաջացել։ Իսկ ինչ վերաբերում Արտակ Մովսիսյանին, Արտակ Մովսիսյանը այս պատերազմի հենց սկզբին COVID-ի անվան տակ շատ արագ վերացրեց Գինոսյան գալուն։ Նույնը Սամվել Կարապետյանը նույնը։ Ուղղակի որ նայում ես դեմքերին, հասկանում եք մենք ինչ արժեքավոր մարդիկ են կորցրել այս 5 տարվա մեջ։ Հլացեք, ամբողջ տականքները կան։ Այս 4-ին գիտեք ինչն է միավորում այստեղ, ոչ թե մասնագիտությունները։ 4-ն էլ շատ ազգային մտածելակերպ ունեցող եւ որակյալ կադրեր են։ Այսինքն որակյալ ազգային կադրերը սենց մաղվում է։ Տականքը մնում է չգիտես ինչի։
Դրանց հետ ոչ մի չի լինում։ Ազգային տղեկը, ասենց, ես այս մարդկանց, այս ընկերների ոչ մեկի մահվանը, իր բնական մահվան տարբերակին չեմ հավատում։ Չեմ հավատում, տեսեք ասում Կարեն Վարդանյանը երկար ժամանակ հիվանդ էր։ Ես դրանով չեմ հավատում։ Էլ Արտակ Մովսիսյանի մասին չեմ խոսում, Կարեն Կարապետյանի, Սամվել Կարապետյանի մասին չեմ խոսում։ Գագիկ Գինոսյանը չէր կարող լինել այլ։ Գնանք տեսնենք մեր թշնամի երկրին ինչ են անում։ Լատվիան Ուկրաինայում զինում է անօթաչու թրթող սարքերով։ Այս առումով այնքան լավ նորություններ այսօր կա։ Դա ոչ միայն Լատվիան է զինում, այլև ուրեմն ասեմ sense մի անգամից։ Մերցը Գերմանիա հանեց բոլոր տեսակի արգելքները, բանի ասեմ փակնեմ հերթով ասեմ նորությունները։ Բոլոր տեսակի արգելքները հեռավորության հետ կապված իր տված եվրոպական բոլոր զենքերը տված Ֆրանսիայի, Գերմանիայի կողմից Ուկրաինան կարող է առանց սահմանափակումների կրակել ինչքան հետարդիրները լիմիտ ունեն կարող են գնալ խփել։ Եվրոպան ազատեց բոլոր տեսակի սահմանափակումներից բանի Ուկրաինային։ Հիմա ինձ ուրիշ հիմա այստեղ մի բան է հետաքրքրում։ Ղրիմի կամուրջը կպայթացնի Զելենսկին ի վերջո, թե ոչ։ Որովհետև Ղրիմի կամուրջը դա Ղրիմի սնուցումն է։ Ես շատ կասկածում եմ, որ այդ կամուրջը սրանք չեն կարողանում իբր։ Մինչդեռ այն սկզբի ժամանակները առանց որևէ մի այդպես հատուկ ֆենոմենալ հրթիռների հենց Հայմարսներն եկավ սկսեցի խփել ու վերջացավ։ Որը ինձ բերում է մեր 44 օրյա պատերազմի սցենարի կրկնությանը, որ Հայաստանի կողմը ստրատեգիական ոչ մի բան ճանապարհ կամուրջ, պահեստ չվերացրեց։ Չկրակեց նույնիսկ։ Ու Ղրիմի կամուրջի առ այսօր գործերը ինձ դա է միշտ հիշեցնում։ Հիմա նայեք, բոլոր սահմանափակումները եվրոպական երկրները հանեցին։ Խփեց Ղրիմի կամուրջին հիմա գոնե, թե չէ, նավթաբազաներին, որ խփում են շատ լավ է, որ մասնաթռնում են շատ լավ է, ամեն ինչ լավ է, բայց դա ստրատեգիական հարց չի լուծում։ Ղրիմի կամուրջի պայթեցնելը դա կտրում է Ղրիմը բանից, մատակարարումից։ Միանգամից փակում է։ Իսկ այն մյուս ճանապարհը, որ ցամաքով անցնում, որ ավելի մոտ է կրակելու համար, նա եւ իր մասշտաբներով չի կարող ապահովել ամբողջ ծավալները, հա, եւ դառնում է արդեն առաջնային թիրախ։ Սա լավ նորություններից եւ այսպես քննարկում են Սլովակիայի եւ Հունգարիայի համար նախատեսվող սանկցիաներ, անկախ նրանից դրանք եվրոպական միության անդամ երկրներ են, թե ոչ։ Եվրոպան փոխվում է, Եվրոպան շատ արագ խելքի է գալի։ Ստեղ պետք է ճակերտների մեջ եմ ասում, շնորհակալություն հայտնել Թրամփին, որ ինքը բացեց բոլորի ձեռքերը, ասես դուք ի վրա հույս մի դրեք, ձեր հարցերը դուք լուծեք։ Ստիպեց այդ երկրներին ինքնուրույն որոշումներ անել։ Զենք տա չտա, սահմանափակել, չսահմանափակել, եվրոպական երկրներին ոնց վերաբերվել, այն ոչ եվրոպական չէ, Եվրոպայի մեջ է, բայց Ռուսաստանին է ծառայել։ Եվ այսպես Սլովակիան ու Հունգարիան արդեն քննարկում են իրենց նկատմամբ սանկցիաներ կիրառելու ձևեր, որը բերելու է սրանց ուղղակի բանա իշխանության զրկել։ Այսինքն պատկերացրեք Ֆիսոից ինչ կմնա, եթե դրանք Եվրոպան փող չտա։ Օրբանից ինչ կմնա, եթե Եվրոպան դրանց փող չտա։ Ինչա բանն է տալու։ Ռուսաստանն է տալու, մեկնելու Ռուսաստանին տա։ Եվ այս ամբողջ փոփոխությունները եվրոպական կառուցվածքի մեջ, ինքնուրույնության մեջ, զինվելու մեջ, հարաբերությունների մեջ եւ Ամերիկայի հետ եւ Ուկրաինայի հետ ինչ շատ դուր է գալի։ Նույնիսկ այսօր կապեր էին պատտվում, որտեղ ցույց տալու են, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը գնացել Ադրբեջան եւ գնացել է եւ շահեդների գերեզման եւ 2020 թվականների այդ պատերազմից հետո բացած նոր պուրակը իբր հաղթանակի պուրակը մոտ է ծաղկե փունջա դրել։ Ինձ որ հարցնեք ինձ դա դուր է գալի, իհարկե դուրս չի գալի։ Այ հիմա մեր արտգործնախարարությունը
մեր արտգործնախարարությունը ամբողջ կոկորդով պետք է ոռնար, հա, բայց իրանք այդ գործը չեն անում։ Իրանք այդ գործը չեն անում, այն էլ ինչ ուզում անում է։ Իր շահն է Ադրբեջանի հետ։ Ես չեմ արդարացնում։ Տեսակնում ճիշտ, թողը տենց անի, բայց եթե վստահ լիներ, որ Հայաստանից աղմուկ էր դուրս գալու դրա համար եւ ինքը ինչ որ մի բան պետքա կորցներ, զրկվեր, չեր գնա դրան։ Բայց դա չի նշանակում, որ ես չեմ ուզում, որ ուկրաինացիները ի վերջո ջարդեն ու փշուրանեն այդ համակարգը, որը կոչվում է Պուտինյան Ռուսաստան, որտեղ իմ թշնամին Ուկրաինան չի, իմ թշնամին Պուտինյան Ռուսաստանն է։ Հենց այդ առումով ես շարունակելու եմ ուշադիր հետևել, թե Ուկրաինային ոնց են զինում, ոնց են օգնում, որ ջարդի Ռուսաստանին։ Իմ հաշվարկները շատ պարզ են։ Իսկ ուկրաինացիները այդ ղեկավարները իրենց այս գործողությունների դիմաց ինչ են շահում, ճակերտավոր եմ ասում, որովհետև տեսեք, արտգործնախարարը եկել է մի երկիր, որը վաճառում է ռուսական գազ ու նավթ, որը փողը տա, որ կրակեն իրենց վրա։ Դա է իր խնդիրը։ Ինքը փաստորեն եկել է թշնամին օգնող երկրի մեջ ու հարգանքի տուրքամատություն։ Իսկ այն գազն ու այն փողերը, որ գնում է Ռուսաստան ու կրակում են իրենց վրա, դա արդեն դրա պատասխանն է։ Պատկերացեցիք։ Հենց չի, որ ես չեմ նկատում կամ ասեն կողմնապահ վերաբերմունք կարող ունենամ ինչ որ մի բանի վրա։ Եվ այսպես ընդունվում է եւս մեկ սանկցիա եւ Եվրոպայի կողմից եւ Ամերիկանը Թրամփն է խոստացել, որը ասում են դառնալու է ուղղակի շատ ցավալի, թե ինչքան ցավալի կլինի առանց այդ էլ փոշիացած տնտեսության վրա այս սանկցիաները ես չեմ կարող ասել, որովհետև նայեք, սանկցիան կարող է զրկի Ռուսաստանին ռազմական ակտիվությունից, որը լավ է, որ ինքը կկորցնի ավելի շատ մարդուժ եւ կպարտվի վերջը։ Բայց Ռուսաստանում սանկցիաները երբեք չեն բերելու ներքին հեղափոխությունների, որովհետև տեսեք, ցանկացած երկրում աղքատություն, սոցիալական դժգոհություններ կարող են բերել սոցիալական ցնցումների, ցանկացած երկրում, բացի Ռուսաստանից։ Ռուսաստանից երբեք նման բան պետք չի սպասել։ Դա կլինի անպայման մի օր, բայց երբ որ ուրիշ տեղից խնդիրը գա, այն ժամանակ նոր կհիշեն, որ իրանք սոված են, ու այն ժամանակ կկրկնվի այն ինչ որ եղավ 1917 թվականին։ Բայց այն ինչ որ սոցիալական բունտ լինի Ռուսաստանում, ես դրան ուղղակի չեմ հավատում։ Դա կարող լինի ներքին հեղափոխություն, որովհետև, ասենք, պարտավելը ուկրաինական ճակատում ուղղակի անխուսափելի է։ Թե չէ ես հանդիպում եմ մարդկանց, որ ասում են, էսա ժողովուրդը սովածավ, ապրանքները հանգանա, թոշակները չի գա ժամանակին, վստահ եղեք, այդ ժողովուրդը սովոր է տենց ապրելու, ու էլի վանա, տենց կներեք յոլա կգնա, մենակ Մոսկվայում ու Պիտերում շարունակվի նույն կյանքը, այն մնացած ծայրամասերում ինչ կլինի, դուք վստահ եղեք, այդ ծայրամասերը ստեղծվել են այդ համակեցոնացման ճամբարների շուրջ, դրանք գենետիկ հիշողություն են, դրանք հիշում են իրանք ոնց են ապրել, ու ես միջև հիմա էլ իրանք առանձնապես լավ չեն ապրում, այն ինչ որ եղել է 50 տարի առաջ, որ դու գնաք Մոսկվայից դուրս կտեսնեք այն ինչա կատարվում, ոչ ճանապարհ կա, ոչ կապի միջոցներ կան, ոչ գազ կա, ոչ իմ, այսինքն ոչ իմ չի էլ փոխվել, մի քիչ ավելի կվատանա, բայց որ իրանք բունտ անեն հեղափոխություն անեն, ես չեմ հավատում Ռուսաստանից, բայց որ այս սանկցիաները կարող են կոտրել, որ ինքը ռազմական կորուստներ ունենա սահմանի վրա, այդ դրան ես հավատում եմ, ու ես սպասում եմ այդ արդյունքներին։ Եվ այսպես։ Նոր զեկույց է եկել բանից, CIA-ից, մեծ վերլուծություն է, թե ամենաշատը Ռուսաստանը ինչի է վախենում եւ ոնց է հնարավոր Ռուսաստանին կոտրել, հա։ Այս զեկույցը ամփոփվում է հետեւյալով, որ եթե ուզում ենք այս Ռուսաստանին հաղթենք, նշանակում է պետքա ինչ որ ձևով զարգացնենք իրենց մեջ դեմոկրատական ինստիտուտները։ Բայց ուղղակի այս ամերիկացիների միամտության վրա եմ զարմանում, ոնց են պատկերացնում իրանք զարգացնել դեմոկրատական ինստիտուտները մի տարածքում, որտեղ իրանք չգիտեն դեմոկրատիան ինչ է։ Այս հասարակությունը չի տեսել դա իրան մեղքը չի։ Պատմականորեն ինքը այդ բանը փորձը չունի։ Այո, դեմոկրատիան այն բանն է, որ կքանդի Պուտինյան համակարգը։
բայց դեմոկրատիան օդից չի գալի, օդակաթիլայինով դա չի փոխանցվի։ Ռուսաստանի պարագայում մենակ մի բան կա կարող աշխատի, այն ինչ որ եղավ 1945 թվականի նացիստական Գերմանիայի հետ։ Ջախջախելուց հետո, կապիտուլյացիայից հետո ուղիղ կառավարում, ուղիղ պարտադրել դեբոլշևիկացում, դեր եղավ դենացիֆիկացիա, Ռուսաստանի պետք է լինի ուղիղ դեբոլշևիկացում։ Հետո դրանից հետո 30-40 տարի հետո կարող է Ռուսաստանում ծնվի զարգանա մեկ սերունդ, որ սկսի դեմոկրատիայի մասին մտածել։ Ուղղակի ես ամեն անգամ զարմանում եմ արևմուտքի մարդու մտածելու, չասեմ սահմանափակության, բայց այո, սա նաև սահմանափակում է։ Իրանք չեն կարողանում հասկանալ ռուս մարդու, սովետական մարդու հոգեբանությունը։ Ուղղակի չեն կարող, իրանք պրիզմայից են նայում։ Իրանք չեն կարող հավատալ, որ ասենք աշխարհում երկիր կա, որ ասենք զուգարանի թուղթ է տեսել անկախանալուց հետո 2000 թվականներին։ Դա սովետական նախնի տարածք, ասենք նույնիսկ զուգարանի թուղթի արտադրությունը ստեղծվել 1968 թվականի պատկերացնում եք, բայց այդ էլ նույնիսկ դժվար էր գտնել։ Այսինքն այս բոլոր անկախացումից հետո էլ որ սկսեց ապրանքներ գալ դրսից, մարդիկ այն ժամանակ տեսան ինչ է նշանակում հիգիենիկ պարագաներ, նույնիսկ զուգարանի թուղթ։ Իրանք չեն կարողանում դա պատկերացնել, եթե մի տարածքում որ դա չի եղել, ինչ դեմոկրատիայի մասին կարող է խոսք լինի։ Իրանց դա հասանելի չի ուղղակի։ Բայց զեկույցը, դե ասում ես, հա, իհարկե դեմոկրատիան քանդել Պուտինի ռեժիմը, բայց եկեք ինձ ասեք այդ դեմոկրատիան ո՞նց եք դուք բերում Ռուսաստան։ Լավրովի բանն է, այսօր հարցազրույցն է եղել ֆենոմենալ, սպանող, որն ասել է ինչի չի գնում ինքը Վատիկան հանդիպման Զելենսկու հետ կամ ուկրաինացիների հետ։ Լսեք պատասխանը։ Շատ տիպիկ Լավրովյան պատասխան։ Որովհետև դա Իտալիայում է, Իտալիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ իրանք կաթոլիկ են, մենք ուղղափառ ենք։ Ինչ որ սոլիդ չի նման միջավայրում մենք հանդիպենք։ Բայց ընդամենը 2 շաբաթ առաջ էր, որ Պուտինն առաջարկեց Զելենսկուն հանդիպել մեկ այլ ՆԱՏՕ-ի անդամ երկրում, որը նույնիսկ մահմեդական է, քրիստոնյա չի, դա Թուրքիան է։ Բայց քանի որ Լավրովը ինքը անպատկառ է, հասկանում եք, իր համար նման արգումենտներ բերելը ապացուցում է, որ այո, ինքը անպատկառ է։ Այսինքն այդ մարդիկ ինչ խոսան, ոչ մի բանի նկատմամբ պատասխանատվության զգացում չունեն իրենց խոսքի նկատմամբ։ Իրանք կարող են նայել երեսիդ, ասել անբարոյական է գնալ կաթոլիկ միջավայրում հանդիպումների, բայց ասենք 2 շաբաթ, 1 շաբաթ առաջ իրանք ասենք մահմեդական միջավայրում են։ Նայել երեսիդ, ասել ռուսական զենքով եք գրավել Ադրբեջանը։ Երբ որ 1990-ական թվականներին չկար ռուսական զենք, դա սովետական զենքներ, որն էլ տրված էր Ադրբեջանին։ Իսկ հայ մարդը ոսորդական հրաշանով էր կռվում։ Հասկանում եք, այս կարգի երկրի հետ ոնց կարող ես ունենալ բարիդրացական հարաբերություններ։ Դու ոնց կարող ես այս կարգի երկրի հետ ունենալ դիվանագիտական, դա դիվանագիտական չի։ Այն Լիտվայի պաշտպանության նախարարը աղջիկը, գեղեցիկ աղջիկը շատ հոյակապ ձևակերպել էր, որ Ռուսաստանը կարելի է խոսալ, իհարկե անշուշտ բանակցել, բայց մի պարագայում, երբ որ զենքը սեղանի վրա է։ Հակառակ դեպքում դու տրամաբանության, բարոյականության, դիվանագիտական խոսքի մակարդակի վրա դու ասելիք չունես, որտեղ ինքը կարող անես բաներից խոսալ, ուղղակի ինֆարկտ ստանաս։ Այնտեղ չկա երկխոսություն։ Ասում այդ են երկիրն է, ասում են կաթոլիկ երկրում ինչ խոսալ, մենք բան եք, ուղղափառ եք։ Այ ուրիշ բան մահմեդական երկիր է։ Այս սանկցիաների մասին արդեն խոսեցի, դե լսենք մեր քաղաքացիների չէ։ Օյանին հարկավոր է հանել, վռնդել, դատել այդ կաշառակե սրիկային։ Ես իրա չեմ համարում որպես հայ, ինքը թուրք սրիկա է, որտեվ եղեռնագործություն արած քաղաքում։ Թումանյանի ծառները չէր կարելի կտրել։ Ինքը սրիկա է։ Այնպես չի որ ես հեծանիվ եմ հայտնաբերել, ինքը ոնց կար մեզ մնացել է, ՔՊ-ի անդամ է, սովորական։
հայ մարդը ոչ մի չի մոռանում։ Կարող է ինքը пассив է իր գործողությունների մեջ ոչ մի ձև չի կարողանում արտահայտվի, բայց չի նշանակում, որ ինքը մոռացել է։ Թվերը նորաձև է շարժում, Աննա Հակոբյանը ուզում է կազմակերպություն դարձնել։ Ըստ ձեզ դրանով նա ինչին է պատրաստ։ Ես չգիտեմ ինքը ինչին է պատրաստվում, համենայն դեպս ես համաձայն չեմ դրա հետ։ Որ կրթվելը նորաձև է։ Այո։ Այո։ Նա ինքը թող կրթվի առաջին հերթին։ Քաղաքակիրթ ոճի մեջ ավել բան երևի պետք է չէր ասել։ Սա էլ իրենց հասկացող մարդուն սա էլ է բավական, բայց անհասկացողին դա ինձ ասել էլի իմաստ չունի։ Լսենք սա։ Փաշինյանն ասում է, որ վարչապետին փոխելուց առաջ Աղեմ Փաշինյանին։ Կաշ կոնկրետ չէ, ասելիք չկար։ Թաղեց Փաշինյանն ու գնաց։ Մարդկանց մոտ վերջակետերը դրած ազգում եք կասկածելու տեղ չկա, ոչ մեկի մոտ չկա, իսկ կարող է այդքան էլ այդտենց չի։ Բոլորի մոտ այդ վերջակետը դրած է, շատ կարևոր հանգամանք է։ Դրա անունը մի տվեք։ Ատելով ատում եմ իրան, խնդրում եմ։ Իր անունը զզվանք առաջացնում եմ մեջ։ Դե ինքը իրան արդեն փոխել է, լրագրող էր, հիմա արդեն մեծ փողատեր է դառել։ Երևի այդ է խորհուրդ տալի, գիտի ամեն մեկը իրան ման տականք է, էլի։ Կարա իր արժեքները զրո դարձնի, մոռանա պապենական ու ազգագրական այրան կանչը։ Դե մենակ իրա նմանը կարա փոխվի։ Իմ կարծիքով ոչ մի պայրադաշնի մարդ, որ հարգում է իր նախնիներին, չի կարա փոխվի։ Իսկ դուք ուզում եք փոխել վարչապետին։ Վարչապետին Եթե իմանամ ինձանից է կախված, հենց վաղնը կփոխեմ, բայց շարքային քաղաքացին դեր չի խաղում այս օվկիանոսում։ Դերեք խաղում է, թե դեր չի խաղում։ Ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը։ Շնագայլերով, որ մեկը կթողի, որ հասարակ փոքր ձուկը ինչ-որ դեր խաղա։ Մատը գիտեք որ մարդ իր մասին մտածում է, որ ինքը փոքր ձուկ է։ Դա սարսափելի է։ Շնագայլերին ձեռ է տալի, դրա համար էլ նստած է։ Փոխված են էլի, սաղը գազան են դարվել էլի, փոխված ժողովուրդ են էլ ոնց փոխվեն։ Ինչ փոխվի քաղաքացին Իրանալ ջան։ Դե վարչապետ ասում է քաղաքացին պետք է փոխվի։ Ճիշտ չի ասել։ Քաղաքացին ինչ ասում է կարմիր կոբիրակաշին չի փոխ, ժողովրդի չի փոխվի։ Ոչ մի բանը չի փոխվի։ Դուք ուզում եք վարչապետին փոխել։ Իհարկե փոխվի։ Այո։ Որտեղ ինքը շատ ոնց ասեմ թույլ անձնավորություն է։ Թուրքերի հանդիպումներ բաներ։ Պետք է ինքը տղամարդ է առաջերտին, որ մստիկ կարգ ու կանոն ասել, համը Թուրքի հետ կարծեն խոսա։ Նույնիսկ այն մարդիկ ոչ են հասկացել, որ սա պարապած պրոֆեսիոնալ սրիկա է, ասում են թույլ է։ Այսինքն նույնիսկ ամենա չտեղեկացված մարդու համար էլի սա ընդունելի չի։ Դու ինքը պետք է իրան փոխի, ինչը փոխի, ով փոխի։ Մենք փոխվենք Եվ որ մենք փոխվենք ինչ, ինքը դավաճանա, քանդմավիրում է երգիր է, ինչ է փոխվենք։ Ինչ պետք է փոխվենք։ Իսկ դուք ուզում եք փոխել վարչապետին։ Իհարկե այդ պատուհասին ով չի ուզում փոխել։ Դա ինչ է, կոչնչացնում ամբողջ ազգը կվերացնի դի։ Աստիճանաբար, կամաց, դա իրան հարկավոր է շուտ ազատվել դրանից, ուրիշ ճաշ չկա, թե չէ քաղաքացին խիտ իրան փոխի։ Դու պետք է քաղաքացին փոխել։ Բան ասում, ցավ կանոնա, իրանք փոխեն, հետո քաղաքացին փոխեն։ Անկախ որոշումներից, անկախ բնորոշումներից եւ մոտեցումներից, ասում հստակ է, որ վերջակետը դրած է բոլորի մոտ համարյա, նույնիսկ եթե չէր հասկացել են ինքերը, որ չէր հասկացել, սրանք պատահական սրիկաներ չեն, սրանք պարապած սրիկաներ են, էլի ասում է, փույլ է, այսինքն թուրքի դեմ կզում է, կռանում է, մեկը դա էլի հայ մարդու համար ընդունելի չի։ Եվ այսպես, Ժողովուրդ ջան, Նիկոլին որ տեսնեք, ասեք, քեզ հորդորում ենք շուտապույտ կազմակերպել անպայման մի անգամից բան արա, սահմանադրական նախաձեռնություններ նախաձեռնի, էլ մի մտի դատարան,
հա, որովհետև դու դատարանով էլ փորձես անցկացնես, այդ պայմանագիրը Ալիևը թքած ունենա դրա վրա։ Ալիևը մեկա չի ստորագրելու, Ալիևին պետք է քո բողած սահմանադրությունը նենց որ մի հապաղի։ Սկսի կարող շաբաթ-ուրբաթից շուտ բերենք։ Սկսի այսօրվանից սկսի թարանակվեն։ Մենք էլ տեսնենք ինչ ենք անում, էլի։ Իմ համար շատ հստակ է։ Ես ոչ մի բան կորցնելու չեմ վախենում, երբեք։ Եթե պետք է մի բան կորի, ինքը կորելու է։ Մեկ ոտ շուտ իմանամ ինչ է լինելու, ինձ համար օգուտ է, գոնե հաստատություն կմտնի։ Որովհետև եթե մենք այն ազգնենք, որ ունենք համապատասխան ռեսուրս, բարոյականություն, չափանիշներ, որ պետք է մենք գոյատևենք, թող շուտ ազատվենք սրանից։ Եթե մենք ազգնենք, որ չունենք համապատասխան բարոյականություն, ռեսուրս գոյատևելու համար, իմաստը ո՞րն է այս ճգճլալու։ Մարդ հանձնվելուց է, մարդ մեռնելուց է պետք է պատվով մեռնի, կոպիտ ասած, հա։ Նենց որ ես կոչ եմ անում հենց վաղն դնել այդ անհնարքավետ